Ավանի դատարանի բակում ոստիկանական հսկայական ուժերը կենտրոնացրել ներքին գործերի նախարարությունը։ Իրավապահների քարաշերտ պատը փակել է դատարանի մուտքը Սամվել Կարապետյանի աջակիցների բազմության առաջ։ Այս դատարան է բերվել հայտնի գործարարին կալանավորելու միջնորդությունը։ Սամվել Կարապետյանն այստեղ է տեղափոխվել քննչական կոմիտեից։ Նրան տանող մեքենան քաղաքացիների ծափերի ներքո դուրս է եկել քննչական կոմիտեի այն վարչությունից, որը քննում է պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները։ Սա 1, 2, 3 հոգու հարց չէ, ժողովուրդ ջան, սա մեր սրբության, մեր եկեղեցու, մեր տան հարցն է, ժողովուրդ ջան։ Մենք եկել ենք մեծանուն հայ կողքը լինելու համար, մաս, որը որ տասնամյակներով եղել է մեր երկրի անկախության, պատերազմի եւ այսինքն մեր համար համարժեքան Քրքորյանը եթե կենթանի լիներ, իր այսպես մի բան կատարվեր, մենք լինելու ենք իր կողքը։ Այսօր կեսօրին մոտ Սամվել Կարապետյանի հնարավոր ձերբակալության մասին առաջին լուրերից 18 ժամ անց է միայն պարզվել, որ նա մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Քննչական մարմինը հանցակազմ է գտել Սամվել Կարապետյանի 40 վայրկյանանոց այն հարցազրույցում, որտեղ նա անվերապահ աջակցություն է հայտնում հայ առաքելական եկեղեցուն, խոստանում միջամտել հակաեկեղեցական արշավին։ Մեղադրանքը չի ընդունում Կարապետյանը։ Սամվել Կարապետյանի իրավունքները պաշտպանելու խնդրանքով Հայաստանի գլխավոր դատախազին է դիմել Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեն, խնդրելով միջոցներ ձեռնարկել իրավապահ մարմինների հակաիրավական գործողությունները կանխելու համար։